Բարևներ բոլորին։ Իմ լավ հետևորդներ ջան, այսօր պատրաստում եմ կարմիր պերեց։ Երևի բոլորն էլ սիրում են կարմիր պերեցը։ Շատ մեծ չի, պղպեղները, միջին չափա։ Համով ուտեստներից մեկն է, որ ամռանն էլ է հաճելի ուտելը, աշնանն էլ է հաճելի ուտելը, դե ձմեռն էլ չեմ ասում։ Առաջներում շատ պահածոյացնում էինք բանկաների մեջ, դե դրա համը լրիվ յուրահատուկ էր, ճիշտ է, մի քիչ վտանգավոր բոլորի համար, կարմիր պղպեղը, բայց միևնույն ժամանակ շատ համով է, որ պահածոյացնում են, չնայած հիմա շատ եմ հանդիպում մարդկանց, որ պահածոյացնում են, բայց ես դնում եմ սաղցարանում ու ամեն տարի էլ դնում եմ, չեմ պահածոյացնում, սաղցարանում եմ դնում։ Իսկ սա անում եմ հենց ուտելու համար, անեմ, հետո ամանով կդնեմ սառնարանում։ Մաքրեմ, լավ լվանա ու պատրաստելու եմ ուրեմն էսենցիայով, քացախով չեմ անում ժողովուրդ, ես միշտ կարմիր պղպեղը պատրաստում եմ էսենցիայով։ Վերջացրեցի, հիմա սա քանդվի եւ արդեն կանանչին մաքրեմ։ Պատրաստում եմ նեխուրով, բայց կարող եք նաև սամիտ օգտագործել, կանանց սամիթով էլ է շատ համով ստացվում։ Հիմա նեխուրն է լվանամ, դե սխտորը արդեն նախապես մաքրել եմ, մի հատ է լվանամ։ Ուրեմն ասեմ, հարգելի հետևորդներ ջան, դե արդեն պղպեղը մաքրած է, կանանչին լվացած է, ամեն ինչ պատրաստ է։ Դե պղպեղներս այդքան շատ չի, դրա համար մեծ բաժակ չեմ վերցրել։ Ուրեմն, այսպես, սա 200 գրամ էլ չկա, մոտ 150 գրամ
երևի 150-160 գրամ ջուր եմ լցնում ու նույն բաժակով էլ ուրեմն ձեթ եմ լցնում սա այսպես հատիկավոր տղպեղ դափն ու տերև մի 3-4 հատ սխտորը կարող եք քերեք քերիչով անցկացնեք կարող եք մանր կտրատել ով ոնց ուզում է ես այսպես էլ եմ անում ջրի մեջ բայց թարմել եմ օգտագործում դա էլ այդպես հիմա ինչ պետք է լցնեմ ուրեմն կտրատում եմ կանաչին հիմա ուրեմն շաքարավազ 2 ճաշի գթալ շաքարավազ և 1 ճաշի գթալ աղ մի քիչ պակաս հետո լցնեմ արդեն էսենցիան նորից 1 ճաշի գթալ հիմա սա կդնեմ արդեն գազին հետո համընթացքում կզգամ եթե պետք լինի նորից կավելացնեմ շաքարավազ կամ աղ հիմա արդեն բիբարները դնենք կաթսայի մեջ, համլավն է ժողովուրդ, ասեմ, որ մի փոքր նորից ջուր ավելացրեցի, շատ քիչ, թե չէ ոչ մի բան էլ չավելացրեցի, աղն էլ էր տեղը համը, շաքարավազն էր։ Հիմա մանր կտրատեմ մեխուրը, որովհետև թարմ վիճակում եմ օգտագործել սխտորը և կանաչին։ Սխտորանենք ասենց կխառնենք իրար հետ սխտորն ու կանաչին մի փոքր էլ աղ կանենք պղպեղները հանելուց հետո արդեն կլցնեմ վրան։
այդպես արդեն կանանենք, շատ չեմ թողնում, որ հոգի։ Հաջորդը լցնեմ։ Այսպես լավաշ շատ չեմ եփում, որ չառանձնանա տելեֆոնից։ Սա դնում էստեղ։ Ամբողջությամբ լցնենք։ Կանաչիները լցնենք։ Տեսնեք պահենք հաջորդը որ հանենք, ուրեմն տնենք դափնոտերը, երկու հատնոտեր, ես ամբողջ բիբարը հանեցի կաթսայից, հիմա վերջի կանաչին լցնեմ, հիմա ամենավերջում էլ լցնում եմ ջուրը, որ մնացել է կաթսայի մեջ, այսքան էլ սոկը ավելացել, ես աղ չեմ ավելացնում, կարող եք դուք նաև մի փոքր աղ ավելացնել բիբարների վրա, ես չեմ լցնում, որովհետև հենց կանաչին արդեն աղ լցրեցի կանաչի և սխտորի վրա, դրա համար էլ չեմ ավելացնում։ Վերջ
վերջը ես վերջացրեցի։ Հարգելի հետևորդներ ջան, սա էլ իմ տարբերակը կարմիր պղպեղի, որ պատրաստեցի այսօր, կարող եք դուք էլ պատրաստել այս տարբերակով։ Ինչ ասեմ, հիմա սա կթողեմ այստեղ կսառի, պետք է անպայման 1 օր մնա, հենց խոհանոցում կթողնեմ, կսառի, տաք վիճակում, չեմ կարող տեղափոխել սառնարան, հետո կդնեմ սառնարանում, դե սա պատրաստել եմ ուտելու համար, սառցարանի համար չի։ Այսօր էլ այսքանը, իմ լավ հետևորդներ ջան, շնորհակալ եմ բոլորիցդ, մեկնաբանությունների և դիտումների համար, լավ մնացեք։